Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Ծառայությունը կես տարով կրճատելու նախագիծը հրատապ հասել է խորհրդարան, ընդդիմադիրները քննադատում են։ Պարզը, որ սա նախընտրական տրամաբանություն ունի։ Տիկին Գրիգորյան, ասեմ, որ այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները Ադրբեջանի պաշտոնյաներից խաղաղության ուղերձ են բերել։ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է։ Իշխանություն եկեղեցի առճակատումը նոր երանգներ է ստանում։ Զեկույցի համար բեմ է հրավիրվում։ Ինչու էր վարչապետը մեկ հարկի տակ հավաքել հազարավոր պետաշխատողների։ Ես չգիտեմ, պետական վարչական ռեսուրսի այլ չարաշահումը ուրիշ ինչ տեսք ունի։ Կիևն ու Վաշինգտոնը բանակցում են ամերիկյան 28 կետանոց փաստաթղթի շուրջ, որը Զելենսկին ջրբաժան էր անվանել։ Հունվարից բանակում ծառայությունը կկրճատվի կես տարով, վարչապետի հայտարարությունը օրենքի տեսքով հրատապ քննարկվում է խորհրդարանում։ Ընդդիմադիրները վստահ են իշխանությունը ընտրություններին ընդառաջ նորակոչիկների ու նրանց ծնողների ձայներն է շահում, հաշվարկելով հետևանքները, որոնք աղետալի պատերազմ տեսած զինուժի համար կարող են ծանր լինել։ Բանակում ծառայությունը կես տարով կրճատելու նախագիծն իշխող ուժը մտադիր է ընդունել հրատապ ռեժիմով։ Պաշտպանության հանձնաժողովում այսօր միայն իշխանականների ձայներով նախագիծն ընդունվեց։ Կառավարության կողմից առաջարկվել է նաև ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Իշխանության այս անհետաձգելի փոփոխությունը ընդդիմությունից համարում են նախընտրական քայլ, որ նորակոչիկների ընտանիքներն իրենց ձայնը տան Փաշինյանի թիմին։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Ամենայն դեպս նույնիսկ ձեր այն հայտարարությունը, որ պետքա լիներ գործողություն իրականություն պետքա դառնար, այս օրենքը իրականություն պետքա դառնար հուլիսին, հիմա հունվարից է սկսելու աշխատել, պարզը, որ սա նախընտրական տրամաբանություն ունի։ Տիկին Գրիգորյան, ասեմ, որ այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Եթե այս փոփոխությունը նախընտրական նպատակով չէ, ինչու է իշխող ԿՊ-ն ամեն ինչ անում, որ օրենքն ուժի մեջ մտնի մինչև հունվար։ Ընտրությունների նախորդող զորակոչից արդեն ծառայությունը դառնա 1.5 տարի։ ԿՊԱ-ական նախարարը բացատրեց արդարության տեսանկյունից։ Նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքեց նաև որպես մայր, մեկ տարվա ծառայությանն էլ դեմ չէր լինի, բայց արդյոք դրան զուգահեռ իշխանությունը կարողանալու է այս փոփոխությունից բխող մյուս վտանգները նվազեցնել, չեզոքացնել։ Առաջինը իհարկե համալրման խնդիրն է, պարոն Պապիկյան, որքան էլ ասում ենք 2 տարի, 1.5 տարի դարձնելով որևէ թվակազմի վրա որևէ ազդեցություն դա չի ունենում, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, նույնիսկ կարող է առաջարկ ծնվել, դե այդ դեպքում եկեք 1 տարի դարձնենք։ Բավարար ուշադրություն չենք դարձրել պահեստազորին, իսկ աշխարհում, եթե երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորն են։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով եւ միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները։ Նախարարի ու իշխանականների բացատրություններից հետո էլ ընդդիմադիր падգամավորի մտահոգությունները չփարատվեցին։ Սուրեն Պապիկյանը հիմնավորում էր, թե պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության գրավչության ու ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում։ Գիտեք, առաջին տեսանկյունից սա հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, կամ ինչպես դուք եք ասում, հանրությանը հաճելի բան է եղել, այդ նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին,
թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը իշտաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու եւ իմ հարցադրումը ես այս համատեքստում ձեզ ներկայացնում։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկեց ներկայացնել, թե որքան մարդ է հրաժարվել պայմանագրային զինծառայությունից կամ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքանով է հաջողվել զինծառայողներ համալրել։ Եթե նախարարը փորձում է թվերով հիմնավորել բարեփոխման դրդապատճառը, ուրեմն թող մյուս թվերն էլ հրապարակի, որ հանրությունն ավելի ռեալ գնահատի։ Այս փոփոխությունը դրական թե բացասական ազդեցություն է ունենալու։ Մենք նաև մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվելու են։ Եվ նաև սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու։ Խորհրդարանական ընդդիմությունը, որ սուր քննադատում է Փաշինյանին ու նրա թիմին, այս նախագծի հարցում ավելի զգուշավոր էր ու պահանջում էր, որ պաշտպանության նախարարը հիմնավոր համոզիչ բացատրություններ տա։ Արդյոք ծառայությունը կրճատելուն զուգահեռ պատկերացնում են դրանից բխող վտանգները ու արդյոք բավարար քայլեր անում են դրանք նվազեցնելու համար։ Կոչմանում կողմ քվեարկենք, այս լավ նախաձեռնություն է։ Ընդդիմադիրները ոչ դեմ, ոչ էլ ձեռնպահ քվեարկեցին, պարզապես չմասնակցեցին քվեարկությանը։ Քննարկումն արդեն կշարունակվի արտահերթ լիագումար նիստում։ Իշխող ուժի ձայները բավարար են այս նախագիծն ընդունելու համար։ Վարչապետ Փաշինյանը մինչ նախագծի ընդունումն է արդեն հայտարարել։ Ուզում են մարտունակ բանակը փոխել պաշտպանունակ բանակով, որ կարողանան պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի կառավարության օրոք 21-22 թվականներին ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքից կիլոմետրեր են օկուպացրել։ Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն, որ ՔՊԻ իշխանության օրոք վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իհարկե արձագանքեց պաշտպանության նախարարը։ Իսկ ինչպես։ Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Բաքվից վերադարձել են Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները, սա պատասխան այց էր, ավելի վաղ էլ ադրբեջանցիներն էին Երևան եկել ու պարզվել էր Լաչինի միջանցքը փակած արցախցիներին սովի մատնած ակտիվիստն է խաղաղության օրակարգով Հայաստան հասել։ Հայերը Ադրբեջանից ուղերձներ են բերել։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականը Բաքու այցելած Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներին հավաստիացրել է։ Հայ գերիների հարցով ակտիվ բանակցություններ են ընթանում։ Այսօրվա ասուլիսում հայտարարեց հայաստանյան պատվիրակության անդամներից Նաիրա Սուլթանյանը։ Երևանից Բաքու մեկնած պատվիրակությունն այցի շրջանակում հանդիպել էր նաև Հիկմետ Հաջիևին, բարձրացրել գերիների հարցը։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում։ Պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, պարզ չէ։ Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում։ Մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ։ Բաքվից վերադարձած քաղաքասարակության մյուս ներկայացուցչի Բորիս Նավասարդյանի խոսքը մի փոքր ավելի լավատեսական էր։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները պատասխան այցով էին Բաքվում, ուղիղ մեկ ամիս առաջ էլ Երևանում էին ադրբեջանցի փորձագետները։ Նրանց թվում Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված էկոակտիվիստներից մեկը։ Այդ հանդիպմանը հայ փորձագետները ցանկություն էին հայտնել Բաքու այցելության ընթացքում հանդիպել հայ գերիներին։ Ինչու նրանց խնդրանքը Բաքուն մերժեց, ինչ հիմնավորմամբ, Նավասարդյանը պատճառներից չխոսեց։ Միայն ասաց իրենց փոխանցվել է այցի օրակարգը, որից հասկացել են գերիներին տեսակցություն նախատեսված չէ։ Տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ
վերադարձի առումով լինի առաջընթաց։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Բաքվում չեն շրջանցել նաեւ սահմանազատման օրակարգը։ Այստեղ արդեն 1.5 տարի է գործնականում ոչ մի նորություն չկա։ Այն դեպքում, երբ Տավուշի հատվածում 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու գործընթացը 2 ամիս էլ չտևեց։ Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանի խոսքով Բաքվի պատկերացումն այն է, որ բարդ հարցերը մնան վերջին փուլում։ Ստացվում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ջերմուկից եւ Հայաստանի օկուպացված տարածքներից կձգվի միջև սահմանազատման գործընթացի ավարտը, Մելիքսեթյանը փոխանցեց թե այդ, թե անկլավ էքսկլավների հարցով ադրբեջանական կողմի պատկերացումը։ Քանի որ իրենք հենց բարդ հարցերն են, իրենք մնում են սահմանազատման ավարտական փուլում։ Պատվիրակության անդամներից Արեգ Քոչինյանն էլ Հայ հանրությանը փոխանցեց Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձները։ Ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքը փոխանցելուց հետո Քոչինյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Հայաստանում խաղաղությանը դեմ արտահայտվողների հասցեին։ Միայն թե չհստակեցրեց կոնկրետ ում նկատի ունի։ Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է։ Թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մշտապես պնդել են։ Իրենք ոչ թե խաղաղությանն են դեմ, այլ դրան հասնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը ընդդիմախոսների գնահատմամբ զիջողական է։ Արեգ Քոչինյանին տպավորել էր ադրբեջանցիների նրբանկատությունը, նաև մշակութային ընդհանրությունները։ Անգամ պահեր են եղել, երբ իրեն թվացել է շրջապատում հայերեն։ Հեռախոսով որ խոսում են, որ զանգը վերցնում են, չէ՞, հա բրատ, ասենց այդ որ ասում են հա բրատ, հենց քեզ թվում է ինչ-որ տես կողքերդ հայերեն այդ պահին, էլի, որովհետև այնքան նմանություններ կան այդ առումով, որ նույնիսկ զարմանալի է։ Հայ փորձագետներն այցելել են նաև Բաքվի միակ հայկական չգործող եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այս ձևաչափով շփումները կլինեն շարունակական։ Կողմերը նաև անվանում են որոշել խաղաղության կամուրջ։ Այժմ էլ անցած շաբաթ մարզահամերգային համալիրում անցկացված հավաքի մասին հազարավոր պետաշխատողներ էին վարչապետի հետ հանդիպման եկել, լսելու այդ թվում եւ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն է դա խաղաղության պայմանագրի ստորագրման պայման դրել, հայկական կողմն ասում է ունենք նման օրակարգ, բայց ոչ Բաքվի պահանջով։ Զեկույցի համար բեմ է հրավիրվում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարող ենք ասել, որ պետական ծառայողներին հավաքել էր փոխանցելու խոշորաշվով Ալիևի պահանջը ռեբրենդինգ արած, նոր սահմանադրություն ունենալու մասին։ Խորհրդարանի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանին վարչապետի շաբաթօրը հրավիրած համաժողովը հիշեցրել է կոմունիստական կուսակցության հայտնի միջոցառումները, որտեղ ըստ նրա Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին փորձում էր պարտադրել իր կուսակցության գաղափարները, այդ թվում Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունումը։ Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին, խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ադրբեջանի նախապայմանն է։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին նոր տիկերի մեջ։ Ես հիշեցնեմ ուղղակի, որ մինչև վերջերս Հայաստանում նոր սահմանադրության նարատիվ եւ քննարկում չկար, կար սահմանադրության փոփոխության քննարկումներ, սահմանադրության փոփոխության մասին քննարկումներ կային, այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը պահանջեց սահմանադրության փոփոխություն Հայաստանի, տարբեր որակումներ տալով, այդ քննարկումը այդ տերմինաբանությամբ Հայաստանի ներքին դիսկուրսի մաս դարձավ, եւ Փաշինյանը կարծես հենց այս հարցերին պատասխանելով փորձում էր արդարանալ, որ դե գիտեք նոր սահմանադրություն է անհրաժեշտ, որ
ուղղակի նոր սկիզբ լինի պետության համար, որովհետև հին գինին նոր տակառներում չեն լցնում, բայց իրականում նոր սահմանադրության պահանջը բացառապես Ադրբեջանի պահանջն է։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ շաբաթ օրով հազարավոր պետական ծառայողներին, նաև գործադիրից անկախ համարվող դատական համակարգի ներկայացուցիչներին հավաքելով Փաշինյանը յուրօրինակ ուժի ցուցադրություններ իրականացնում, ցույց տալով, որ այսօր բոլորը կախված են իրենից եւ որ իր գաղափարներն ու մոտեցումները պետք է ընդունելի լինեն բոլորի համար։ Շաբաթօրյա համաժողովին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահն ու ԲԴԽ նախագահը։ Նեղ կուսակցական նարատիվների պարտադրում պետական ապարատի աշխատողներին, պետական ռեսուրսի, ես չգիտեմ, պետական վարչական ռեսուրսի այլ չարաշահումը ուրիշ ինչ տեսք ունի։ Օրինակ ես եվրոպական որևէ երկրում նման բան չեմ տեսել։ Փաշինյանը շուրջ 8000 պետական ծառայողների առջև ունեցած իր ելույթում հիմնականում խոսեց նոր սահմանադրություն ունենալու եւ այդ կերպ երկրի լեգիտիմությունը ամրապնդելու մասին։ Վարչապետը պետական ծառայողներին փոխանցեց, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է տեղի ունենա հենց 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որպիսի այդ ընտրությունները մասնակից ուժերի համար դառնան հնարավորություն նոր սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Փաշինյանը 2026 թվականի ընտրությունները ըստ էության վերածել է հանրաքվեի։ Սիրելի քաղաքացիներ, այսինքն 2026-ին մեզ սպասվում է ոչ թե բարձրապես ընտրություն, որտեղ դուք ընտրելու եք քաղաքական ուժի, այլ դուք իրականացնելու եք հանրաքվե։ Խոշոր հաշվով սահմանադրական հանրաքվե եք իրականացնելու, խոշոր հաշվով Ալիևի պահանջների հանրաքվե եք իրականացնելու։ Եվ կարծում եմ, այստեղ արձագանքը շատ հստակ պիտի լինի։ Մեր առաջարկը դա է. Ալիևի պահանջով Հայաստանում սահմանադրություն չպիտի փոփոխվի։ Եթե 2026-ի ընտրությունները Փաշինյանը վերածում է այդ հանրաքվեի, ուրեմն այնպես անենք, որ այդ հանրաքվեի արդյունքները չերջանկացնեն Ալիևին եւ Փաշինյանին։ Իսկ ինչպես էին շուրջ 8000 պետական ծառայողները կանչվել շաբաթօրյա հավաքին։ Փաշինյանի ղեկավարած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե վստահաբար գրություն է ուղարկվել պետական մարմիններին։ Ալեքսանյանը միաժամանակ հավաստիացրեց, հազարավոր պետական ծառայողները իրենց կամքով են մասնակցել այդ հավաքին, իսկ մամուլի հրապարակումները, թե նրանց պարտադրել են, իրականությանը չեն համապատասխանում։ 7000 հոգի շաբաթ օրով որոշել էր գալ, հա։ Այո։ Ձեզ թվում է ինչի պետքա չուսանար կար օրինակ։ Դե ազատ ուր է ոչ անշատեր։ Դե դրա համար ամբողջ պետական ապարատը չէր 7000 հոգի։ ԿՊ-ական падգամավորը նաև համաձայն չէ ընդդիմության այն պնդումների հետ, թե Փաշինյանի շաբաթօրյա համաժողովը Հյուսիսային Կորեան եւ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի հավաքներն էին հիշեցնում։ Դուք այդտեղ որտեղ եք Հյուսիսային Կորեա տեսել։ Դե իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին ամենուր ծափահարելու ավանդույթին, լինի եկեղեցական պատարակներում, թե համաժողովներում, ապա դա ՔՊ փոխնախագահի համոզմամբ ոչ թե Հյուսիսային Կորեային, այլ ժողովրդավարական երկրներին հատուկ երևույթ է։ Խնդիրը ակնոցի մեջ է։ Այսինքն այստեղ հարցը պրիզմայից է, եթե դուք նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցներով, դա ուրիշ բան է, եթե նայում եք ժողովրդավարական ակնոցներով, դա լրիվ ուրիշ բան է, ձեզնից է գալիս, էլի, նկատեմ դիտողից ոչ թե հենց անձամբ ձեզնից է, դիտողի ընկալման պրիզմայից է գալիս։ Ծափը, ծափահարությունները ինքնին ժողովրդավարական, շատ նորմալ երևույթ է։ Շնորհակալ եմ։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Իշխանություն եկեղեցի առճակատումը նոր երանգներ է ստանում։ Կիևն ու Վաշինգտոնը բանակցում են ամերիկյան 28 կետանոց փաստաթղթի շուրջ, որը Զելենսկին ջրբաժան էր անվանել։ Իշխանության եւ եկեղեցու առճակատումը խորանում է, մի կողմից բարձրաստիճան նոր հոգևորականներ են ներկայանում վարչապետի մասնակցությամբ պատարակներին, որտեղ հատուկ չի հնչեցվում կաթողիկոսի անունը, մյուս կողմից մամուլը հեղեղված է էջմիածնում Արշակ Սրբազանի դեմ նախաձեռնության մասին հրապարակումներով։ Նիկոլ Փաշինյանի հռչակած հոգևոր նորոգման գործընթացը նորանոր սրբազանների է գրավում։ Կիրակի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի էր վարչապետը։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղում էր, ողջունեց վարչապետին, ավելի ուշ ողջագուրվեց Քրիստոսի հայտնության լուրով։ Պատարագի բնականon ընթացք կարելի էր համարել, եթե չպարզվեր, որ
Այս անգամ էլ պարտադիր տեքստից չեզոքացվել է ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Պատարագող քահանան Տեր Երվանդը ավելի ուշ բացատրեց. Վեհապարի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ոչ իշխանությունները եւ ոչ էլ իմ առաջնորդը։ Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին։ Ընդդիմադիրները սոցցանցային հարթակներում գրոհի էին անցել, Գևորգ Սրբազանին դավաճան ու բրուտոս բառերով էին նախշում, հիշեցնում, թե ինչ ջանասիրությամբ էր պաշտպանում վեհապարին։ Թիրախավորողները մայրաթորից են, չի կասկածում Տեր Երվանդ քահանան, եւ նրա այս կարծիքը նաեւ տեղադրված է Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում, այսինքն Գևորգ Սրբազանն ինքն էլ այս կարծիքին է։ Թիրախավորում են մայրաթոր Սուրբ Էջմիածնից, փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է հայ եկեղեցու եւ մեր պետականության համար։ Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու եւ որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ մայրաթորը լուռ է։ Ինչ փաստերի մասին է խոսքը, արդյոք մայրաթորի դիվանապետի Արշակ arczepiskoposi անվան հետ կապվող ինտիմ տեսանյութը նկատի ունեն Մասյացոտնի թեմում։ Հստակ չէ, համացանցի իշխանական օգտատերերը երեկվանից կաթողիկոսին ուղղված մի նամակ են շրջանառում, որը վերագրվում է Արշակ Սրբազանի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին։ Նամակի տակ անդամ 7 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների անուններն են, ոմանց ստորագրությունները։ Նամակով նրանք առաջարկում են, որ վեհապարը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ arczepiskoposi զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Արդյոք սա իրական նամակ է, մայրաթորի տեղեկատվական համակարգը առավոտից լուռ է։ Հանձնախմբի անդամներից Հայկազուն arczepiskopos Նաջարյանը մասամբ է հաստատում։ Մի քանի նամակներ կան մեջտեղերը, ես չգիտեմ որն է ինչն է եւ այլն, բայց հանձնախումբը ինչ որ նամակ պատրաստել է եւ վեհապար հայրապետի ուշադրության ուղարկել է, այդքանը կարող եմ ասել։ Արդյոք առաջարկել են կասեցնել Արշակ Սրբազանի հոգեվոր ծառայությունը։ Այդպեսի բան առայժմ չկա, բայց մտածում կա այդպեսի, որ եթե ընդունելի լինի այդպիսի մի առաջարկ, բայց առայժմ դակավին դա ամբողջությամբ չէ ուսումնասիրված, պետք է ուսումնասիրվի։ Արքեպիսկոպոս Նաջարյանը շեշտեց, վերջնական որոշում ամեն դեպքում դեռ չունեն, ուսումնասիրությունը կավարտեն, կսպասեն վեհապարի արձագանքին։ Սա մի հարց է, որ եկեղեցու ներքին հարց է, եկեղեցին ինքը պետք է լուծի ինչ որ ձևով եւ վերջիվերջո եկեղեցուն իշխանություն կա, նշանակված հանձնախումբը իր աշխատանքը եթե ամբողջությամբ կդարի եւ եթե վեհապարը քող լինի այդ աշխատանքից, ըստ այդմ գարցականքի այդ աշխատանքին։ Մինչև վերջերս Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմ առաջնորդող arczepiskoposը ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անցկացվող բոլոր պատարագների ժամանակ քահանաներն ու թեմի արդեն 2 առաջնորդներ պատարագի տեքստը կրճատում են այնտեղից հեռացնելով վեհապարի անունը։ Հայ եկեղեցու գարկի թեմ է այդ, դա նշանակում է քայքայել հայ եկեղեցին։ Անհարմար վիճակ է եկեղեցական կառույցը քայքայման են տանում, շեշտում է arczepiskoposը լուծում չպատկերացնելով։ Վեհապարը ընդրված կաթողիկոս է, նույնիսկ եպիսկոպոսների մեծամասնությունը եթե նման մի բան ասի, չեմ կարծում որ վեհապարը ընդունի նման առաջարկ։ Քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը վերահաստատում է իշխող թիմի տեսակետը, մեջբերում Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ եւ այդ կարծիքին է մայրաթորի մեծամասնությունը։ Հոգևորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում էին օրակարգը, որը առաջ քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով։ Ալեքսանյանի պնդման աջակցության բազմաթիվ ազդակներ են ստանում առայժմ ոչ հրապարակային։ Նա անընդունելի է համարում Փաշինյանին աջակցած հոգևորականների թիրախավորումը։ Հենց սա է հակաեկեղեցական արշավը ըստ Ալեքսանյանի։ Երեկվանից Վայոց ձորի ու Մասյացոտնի թեմերի առաջնորդներն են իշխանականների պաշտպանության ներքո եւ ընդդիմադիրների թիրախում հայտնվել։ Իշխանությունը չտեսնելու է տալիս այն հոգևորականների մեղքերը, որոնք աջակցում են իրենց։ Ազատության հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացող նախկին հոգևորականներից մեկը։ Նա հոգևոր ծառայություն է իրականացրել Գևորգ Սրբազանի հետ։ Վերջինս նույնպես հայտնվել է կուսակրոնության ուխտի խախտման սկանդալում, սակայն մայրաթորը այդ պատմությունը ծածկադմփոց արեց ըստ զրուցակցիս։ Նա իշխանությանն է դիմում եկեղեցու
եկեղեցու մաքրության մասին եք խոսում, բայց քաղաքական շարժառիթով հերոսացնում նույն ուխտազանցներին, նրանց կմերկացնեք, երբ ձեր դեմ խոսեն։ Նախկին կուսակրոն հոգևորականն ի դեպ խորհուրդ է տալիս էջմիածնական միաբանների շարքում սրբերի չփնտրել։ Եվս քանի տարի կպահանջվի մարտի 1-ի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթականների դատն ավարտին հասցնելու համար այն մեկնարկել է 7 տարի առաջ։ Դատավորն այսօր ասել է, որ արհեստական բանականության միջոցով է ճշտել ամեն շաբաթ պարտադիր նիստ նշանակելու դեպքում առնվազն 2.5 տարի պետք կգա մոտ 900 տուժողներին ու վկաներին լսելու համար։ Գործող օրենսդրական դժգոհ իրական դատավորության ողջամի ջանքերները սահմանված։ Ո՞վ ասա։ Դա ո՞րն է ողջամի ջանքերը։ Ողջամի ջանքերը գալիս է գործից ավարից։ Հիմա գործից ավարից ողջամի ջանքերը։ Դա ծավալում է գործը։ Պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում ենք մի փոքր տեղադրության գործը կարող է ողջամի ջանքերը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամի ջանքերը կարող է 6 տարի, 5 տարի։ Գործը ողջամի ջանքետերն է, որ առաջին օրը պետք է ավարտված լիներ։ Վերջին ողջամի ջանքետն խոսում ես, գործը այսքան խնդրանք առաջարկս հետևյալն է, քանի որ չգիտեն դատականություն գնալու են, թե չեն գնալու եւ դրա հետ կապված, շնորհավորենք դատականության դիտերի ընթացքի նշանակում։ Եթե դուք ամենայն դեպս սկզբունքորեն չեք ցանկանում դատարանի հետ դատական նիստեր ողջամի ջանքետներ համաձայնեցնել, դատարանը իր ծանրաբեռնվածությամբ օրեր կնշանակի։ Եվ Միտքս ավարտեմ, եթե դուք գտակ ուղղակի նորեն ուրիշ կնշանակել, եթե sense նշանակելով գնան այլ դատական նիստերի հետ արտակուրբանը կարելի է կարգավորել։ Շատ մեծ հավանականությամբ գործը դատականության չի հասնել։ Դե դուք ոնց որ պլանավորում եք, ես էլ իմ պլանավորումն եմ ասում, գործը դատականության չի հասնելու, որովհետև այս գործը չի կարող հասնել դատականության շատ մեծ դեֆեկտների պատճառով։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այս որոշումը համապատասխանում է այլն։ Առաջարկս հետևյալն է, որ մենք քննարկենք նույն տեմպով ոնց որ անում ենք, մինչև դատականության նշանակելու փոլ, դատականությունը ասելու դեպքում կքննարկեն գրաֆիկը ինչ է։ Ես կալանքի դարձեի, օրինակ դատավորը որոշեց, որ պլաստիկ ինչ-որ բաներ պետք է։ Ոչ մեկին դա չեմ ուզում։ Երբ որ ես բանտում, երբ որ մի դատավորից մյուսն էին փոխանցում, 2.5 ամիս չէր մակարդակում։ Ոչ մեկին դա չեմ հավատում։ Ողջամտություն եւ այլն։ Իմ կաշվի վրա ես այս ամենը զգացել եւ ես չեմ կարող այնքան տակ նաեւ ձեր գործողությունները շատ կներեք։ Սա ուղղակի հնարավոր պարավի իմաստն չի գուտը եկացակ, թե հանգամանք կա։ Իմ կարծիքով նաեւ այն լսումները, որը կազմակերպվեց մի գործով, որը այսօր կատարանում է, իհարկե դա ուղղակի փորձ է ճնշում իրականացնել այդ ճանապարհը դատարանի վրա։ Ես հայտնի դա չեմ գնա։ Բոլոր ուժայիններով, ամբողջ Երևան համակարգի ղեկավարներով եւ այդ լեյբոտիվը եղել է հետեւալ հիացածքում բացահայտված է թե բացահայտված չէ, պետք է բացահայտել։ Բայց ոչ չի խոսացել, ինչը բացահայտել։ Սպանությունների մասին չի խոսում։ Ուղղակի պետք է գործը բացահայտել։ Վերասակ ենթադրվում է, որ բացահայտվելու այս ուղղակի ես նույնիսկ արձագանքելու համար չեմ անում, ուղղակի ուզում եմ, որ դուք նաև մեր աչքերով փորձեք այս իրավիճակին նայել։ Խոշոր հրդեհ է Ճամբարակ Թթուջուր հատվածում շիճման աշխատանքներին մասնակցում է մոտ 350 փրկարար, մեծաթիվ տեխնիկա, ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։ Դաշտային հրդեհները տարածվում են նաև Տավուշում, ըստ շրջանառվող վարկածի պատճառը չոր խոտը տերևներն այրելն է։ Երրորդ օրն է հրշեջներին չի հաջողվում ամբողջությամբ մարել Ճամբարակ Թթուջուր հատվածի սարալանջից սկիզբ առած հրդեհը։ 3 օջախներից մեկը դեռ ակտիվ ծխում է։ Նախնական տվյալներով այրվել է մինչև 80 հեկտար խոտածածկ տարածք։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասում է, ավելի քան 300 փրկարար ծառայող է ներգրավված հրդեհաշիջման աշխատանքներում, անգամ Պաշտպանության նախարարության ուղղաթիռ ու անօդաչու թռչող սարքեր են գործի դրվել։ Մասնակցում է 343
փրկարարական ծառայող, ներգրաված է 6 հիմնական տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող այս մի քանի օրվա ընթացքում, 16 հիմնական եւ 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում եւ հրդեհաշիջում 23 չվերթ։ Գեղարքունիքից բացի նաև Լոռու մարզի Սպիտակի տարածքում ու Տավուշի մարզի մի քանի հանդամասերում նույնպես լայնամասշտաբ հրդեհներ են սկսվել։ Դիլիջանում 200-ից ավելի փրկարարներ եւ էկոպարեկային ծառայության ավելի քան 60 աշխատակից է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին։ Նրանց աջակցում են նաև 5 տասնյակից ավելի գյուղացիներ։ Ներքին գործերի նախարարությունից ուղիղ տեքստով չեն ասում, թե ինչն է հրդեհների պատճառը, բայց զգուշացնող տեսահոլովակով հորդորում են չոր խոտերը, բույսերի մնացորդներն ու տերևները ոչ թե այրել, այլ հավաքել ու աղբը նետել։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Գեղարքունիքի հրդեհի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, գյուղացիների անփութությունից մինչև կանխամտածված հրդեհումներ, ոմանք նաև կարծում են, թե հակառակորդի մատն է խառը։ Քննչական կոմիտեում էլ չգիտեն պատճառների մասին, ասացին քննություն կսկսեն, կպարզեն միայն այն դեպքում, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան ու քրեական գործ հարուցվի։ Իսկ ինչ օդ են շնչում վառվող կամ ծխացող դաշտերի հարակից բնակավայրերի մարդիկ։ Հայաստանում օդի որակը չափում է հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնը։ Այս կառույցին ժառանգություն հասած դիտակայաններն այն բնակավայրերում են, որոնք Խորհրդային Միության ժամանակ արդյունաբերական կենտրոններ են համարվել։ Օրինակ Ճամբարակում, Թթուջուրում, Սպիտակում ու Դիլիջանում դիտակայաններ չունեն։ Հետևաբար պաշտոնական տեղեկություն էլ չունեն այնտեղի օդի որակի մասին։ Բայց իհարկե կարող ենք ասել, այդպիսի բնական նյութերի այրման հետևանքով ինչ կարան առաջանալ մթնոլորտային օդում։ Օրինակ ազոտի եւ օքսիդները, ածխածնի տարբեր տեսակները, հատկապես շմոլ գազը, փոշու մանր մասնիկները օդում ավելանում են դրանց քանակությունը։ Օրինակ PM2.5-ը վերջերս համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ելնելով այդ քաղցկեղածին իր ազդեցության ավելի զգայուն լինելուց, այսինքն ավելի փոքր կոնցենտրացիաներն են ավելի մեծ էֆեկտ առաջացնում, իջեցրել են նորմ, այսինքն բոլոր քիմիական նյութերն էլ իրան վտանգավոր են։ Ուղղակի մթնոլորտային օդում կախված է դրանց քանակությունը։ Երևանի քաղաքապետարանը վարչական բոլոր շրջաններում գործող շինհրապարակներում տեղադրված 175 սարքերով օնլայն հետևում է օդի որակին։ Այդ քարտեզում այս պահին ակտիվ են կարմիր գույնով նշված հատվածները, այսինքն օդի փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշը հատկապես զգայուն խմբերի համար անառողջ կամ շատ անառողջ է համարվում։ Այսօրվա գործակարգավարականում քաղաքապետ Ավինյանն է ուղիղ համեմատական տարել հատկապես Ճամբարակի հրդեհների ու Երևանի օդի որակի միջև։ Հրդեհները իրենց հերթին, բայց նաև այդ տերևների վառել, աղբի վառել, չգիտեմ, տարբեր տեսակի ինչ-որ բաների այրումը բակերում, դրանք անթույլատրելի են եւ իրականում այս մեծ ծավալի մեջ, քաղաքի ծավալի մեջ, երբ որ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են մեր օդում շատ երկար ժամանակ։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ միած շենքի կառուցումը եւ իր ամբողջ ստեղծած փոշին, այդ ընդամենը մի բակի, այտենց միած լավ կույտի տերևների այրումը, որ շատ ավելի թունավոր է եւ վտանգավոր։ Ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին Երևանում օդի աղտոտվածությունը սեզոնային է։ Ձմռանը աստիճանի նվազման, օդի լճացման ու անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փոշին ու ծուխը կուտակվում են քաղաքի ստորին հատվածներում։ Քաղաքային իշխանությունն էլ է զգուշացնում, հատկապես այս շրջանում տերևների, խոզանների վառելիքի այրումն ու հրդեհները մեծացնում են օրգանական փոշու ու ծխի պարունակությունը։ Դրա հետևանքով գիշերային ժամերին աղտոտվածության մակարդակը բարձրանում է։ Մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Իսկ ներքին գործերի նախարարության տվյալներով անցնող շաբաթվա ընթացքում գրանցված 564 արտակարգ դեպքերից 173-ը հենց հրդեհներ են։ Իդեպ հատուկ պահպանվող տարածքից բացի նաև գյուղատնտեսական եւ անտառային տարածքներում է արգելվում չոր խոտի, տերևների եւ բուսական մնացորդների այրումը։ Վարչական տուգանքի չափը 50-ից մինչև 200,000 դրամ է։
Միջազգային լրահոսը գլխավորում է իրավիճակն Ուկրաինայի շուրջ։ Անցաչափած Վաշինգտոնը Կիևին ներկայացրեց կարգավորման 28 կետանոց նախագիծ, որը նախագահ Զելենսկին երկընտրանք էր որակել կամ արժանապատվության, կամ Միացյալ Նահանգներ դաշնակցի կորուստ։ Բայց հաջորդած բանակցությունները կարծես փոխել են պատկերը։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան հայտարարել են, որ 3 Ժնևում բանակցությունների ժամանակ զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ։ Համատեղ հայտարարությունում ասվում է, որ փոփոխություններ են արվել նախնական տարբերակում եւ թարմացված ու հստակեցված շրջանակային փաստաթուղթ են պատրաստել, որը ըստ Վաշինգտոնի լիովին կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ կնպաստի արդար խաղաղությանը։ Թե ինչ փոփոխություններ են արվել Վաշինգտոնի առաջարկած 28 կետանոց պլանում, որն Ուկրաինայի դաշնակիցները քննադատել են չափազանց ռուսամետ լինելու համար, չի նշվում։ Նաեւ պարզ չէ, թե ինչպես է այն լուծելու թերևս ամենակարևոր տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցերը։ Հայտարարությունում ասվում է. Քննարկումների արդյունքում գրանցվել է նշանակալի առաջընթաց դիրքորոշումները մերձեցնելու եւ հստակ հաջորդ քայլեր սահմանելու հարցում, եւ կողմերը վերահաստատեցին ցանկացած ապագա համաձայնություն պետք է լիովին ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ հանգեցնի կայուն ու արդար խաղաղության։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Ժնևում ղեկավարել է ամերիկյան պատվիրակությունը, ասել է, որ սա ուկրաինական կողմի հետ մինչ այժմ անցկացված թերևս ամենաարդյունավետ հանդիպումն էր։ Սա շատ, գուցե ամենաարդյունավետ օրն էր մեզ համար այս հարցում, գուցե մեր ողջ փոխգործակցության ընթացքում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Մարկո Ռուբիոն նաև ասել է, որ չլուծված հարցերն անհաղթահարելի չեն, պարզապես ավելի շատ ժամանակ է հարկավոր, թեև նա չի բացառել, որ չկարողանան մինչև Թրամփի նշած ժամկետը նոյեմբերի 27-ը վերջնական արդյունքի հասնել։ Լրագրողները հետաքրքրվել են արդյոք եվրոպական երկրներն այլընտրանքային առաջարկներ ներկայացրել են, ինչպես հաղորդվել էր։ Ռուբիոն պատասխանել է, որ նման ծրագիր չի տեսել։ Reuters-ը հրապարակել է եվրոպական առաջարկները, որոնք հիմնված են ամերիկյան տարբերակի վրա, սակայն որոշ էական տարբերություններ են պարունակում։ Ըստ այդմ առաջարկվում է ուկրաինական բանակը կրճատել ոչ թե մինչև 600,000, այլ 800,000։ Վիճերի տարածքների շուրջ բանակցությունները սկսել ներկայիս շփման գծից, այլ ոչ թե բաժանել միայն Խերսոնի եւ Զապորոժիայի մարզերը, իսկ Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվեն ռուսական։ Նաև Ուկրաինային չի արգելվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Առաջարկվում է որոշումը կայացնել դաշինքում կոնսենսուսի հասնելուց հետո։ Ու մինչ Ժնևում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահը քննադատել է Ուկրաինային եւ եվրոպական երկրներին, նշելով, որ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից, իսկ Ուկրաինան զրո երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ջանքերի համար։ Թեև նախագահ Զելենսկին բազմիցս է հրապարակավ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին։ Այսօր էլ Թրամփը սոցցանցում հարցադրում է արել, հնարավոր է, որ բանակցություններում իսկապես մեծ առաջընթաց է արձանագրվել, եւ ինքն էլ պատասխանել հարցին. «Չհավատակ, քանի դեռ անձամբ չեք տեսել դա, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»։ Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի հետ աշխատանքը եւ կան ազդակներ, որ Թրամփի թիմը լսում է Ուկրաինային։ Ըստ նրա կան հարցեր, որոնք առաջնահերթ են Ուկրաինայի համար։ Գլխավոր առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը եւ մեր ժողովրդի նկատմամբ հարգանքը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Այսօր Զելենսկին հայտարարել է, որ շարունակում են աշխատանքները փոխզիջումների հասնելու համար, որոնք ոչ թե պետք է թույլատնեն, այլ ուժեղացնեն Ուկրաինան։ Հիմա շատ վճռորոշ պահ է, ասել է նա։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է Ժնևի հանդիպման արդյունքները։ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն էլ հայտարարել է, որ բանակցություններում Կիևի համար կարմիր գծեր են Ռուսաստանի օկուպացիաց տարածքների ճանաչումն այլ երկրների կողմից, պաշտպանության ոլորտում եւ այլ դաշինքներին միանալու սահմանափակումները։ Մոսկվան դեռ չի ստացել խաղաղության պլանի նոր տարբերակը, իսկ ռուս-ամերիկյան հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Իր հերթին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ամերիկյան առաջարկները Մոսկվայի կողմից վերանայված տարբերակով համապատասխանում են Ալյասկայի քննարկումներին եւ սկզբունքորեն կարող են խաղաղ կարգավորման համար հիմք դառնալ։ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ժնևում գրանցված առաջընթացը, նշելով, որ որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն։ Անտոնիո Կոշտան շեշտել է, Եվրոպական միությանն ուղիղ առնչվող հարցերը, ինչպիսիք են պատժամիջոցները, դաշինքի ընդլայնումը, ռուսական սառեցված ակտիվների հարցը պետք է քննարկվեն Եվրոպական միության մասնակցությամբ։ Դաշինքը նաև կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է նա։ Եվրամիությունը հանձնառու է շարունակել նախագահ Զելենսկիին տրամադրել անհրաժեշտ ամբողջ աջակցությունը՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական։ Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ չնայած դեռ շատ անելիք կա, Ժնևում ամուր հիմքեր են ստեղծվել առաջ շարժվելու համար։ Այդուհանդերձ ինքնիշխանության եւ տարածքների հարցերը քննարկելի չեն։
Ուկրաինայի տարածքն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, միայն Ուկրաինան որպես ինքնիշխան երկիր կարող է որոշումներ կայացնել իր զինված ուժերի վերաբերյալ։ Դրանց ճակատագրի ընտրությունը հենց նրանց ձեռքում է։ Եվրոպացի պաշտոնյան նաև հայտնել է, որ Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիան վաղը տեսակապով կքննարկի նոր առաջարկները։ Լեհաստանի վարչապետն ելում երկրի տարածքը ռուսական անօթաչուները վերջերս բազմից են խախտել, հայտարարել է, նոր ծրագիրը չպետք է խաթարի Եվրոպայի անվտանգությունը, իսկ որոշ կետեր անընդունելի են Լեհաստանի համար։ Հատկապես կարևոր է Լեհաստանի տեսանկյունից, եւ սա նաև իմ կարծիքն է, որ ոչ մի համաձայնագիր որևէ կերպ չի կարող խաթարել Լեհաստանի եւ Եվրոպայի անվտանգությունը։ Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները Խարկովին գիշերը ռուսական զինուժի հարվածներից սպանվել է 4, վիրավորվել առնվազն 17 մարդ, եւս 2 վիրավոր կա Չեռնիգովում։ Ուկրաինական կողմն իր հերթին հարվածել է ռուսական մի քանի շրջանների, Վորոնեժում անօթաչուների բեկորներից տներ են վնասվել։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ այսօր մայրաքաղաքի ուղղությամբ թռչող եւս 3 անօթաչու է խոցվել։ Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղակայված Հեզբոլլայի շտաբ բնակարանին։ Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ ճշգրիտ հարվածի թիրախը եղել է Հեզբոլլայի ղեկավարներից մեկը, որը պատասխանատու է կազմակերպության զինամթերքի ապահովման համար։ Լիբանանի իշխանությունները հայտնում են 2 սպանվածի եւ մի քանի վիրավորների մասին։ Հայտնի չէ արդյոք Հեզբոլլայի առաջնորդը զոհերի շարքում է։ Reuters-ի տեղեկություններով Սպիտակ տունը գաղտնի լուծարել է Դաշնային կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը։ Այն ստեղծվել էր նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին օրերին, մինչև այս տարվա մայիս պետական կառույցը ղեկավարում էր միլիարդատեր Իլոն Մասկը։ Այս ընթացքում դեպարտամենտը հասցրեց լուծարել մի շարք հիմնադրամներ ու գրասենյակներ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում եւ այցելեք մեր կայքը azatutun.am կհանդիպենք։